Ողջույն, Դոկտոր Սրումի YouTube-յան ալիքի եթերում նորից գաստրոթայմն է և ես գաստրոենտերոլոգ Շուշանիկ Միրիջանյանը։ Այսօր շարունակում ենք գաստրոթայմի պոդքասթյան շարքը և իմ հյուրն է նյարդաբան Դավիթ Ալոյանը։ Ողջույն։ Ողջույն Շուշանիկ ջան, շնորհակալ եմ հրավերի համար։ Այսօր մենք կքննարկենք շատ հետաքրքիր թեմաներ, քանի որ մեր մասնագիտությունները շատ սերտոր են կապված միմյանց հետ։ Ես օրինակ շատ եմ ունենում գաստրոենտերոլոգիական պացիենտներ, որոնց գանգատների հիմքում ընկած է նյարդային ծագումը։ Եվ այդ պացիենտները, որոնք գալիս են օրինակ տարբեր դիսպեպտիկ երևույթներով, ցավ, փքվածություն, գազեր, սրտխառնոց, ինչու՞ չէ նաև այրոց, եւ առաջին հերթին իհարկե ինչ է անում գաստրոենտերոլոգը, բացառում է գաստրոենտերոլոգիական խնդիրները, հետազոտում եւ այլն, շատ ժամանակ մենք որևէ օրգանական խնդիր չենք էլ հայտնաբերում։ Եվ այդ ժամանակ պացիենտին ուղղակի ասել, որ ձեզ մոտ գիտեք ոչինչ չկա, ստացվում է, որ արժե զրկել նրանց գանգատը եւ այդ պարագայում պետք է ճիշտ ուղղորդում իրականացվի պացիենտի գաստրոենտերոլոգի կողմից եւ ինչ պետք է անել, միանշանակ ուղղորդել նյարդաբանի մոտ։ Ունեն մեկ նման պացիենտներ, ինչ եք առաջարկում, լսում եմ ձեզ։ Գրեթե ամեն օր եմ ունենում նման պացիենտներ եւ հակառակն էլ է տեղի ունենում, երբ ինձ են դիմում թվացial նյարդաբանական գանգատով, բայց պարզվում է, որ իրականում գաստրոխնդիր կար։ Եվ ինչա պետք է անել առաջին հերթին պետք է մտածել ոչ միայն պարզապես ախտորոշում տալու մասին, այլ տարբերակիչ ախտորոշման մասին։ Եվ կառաջարկեմ այսօրվա մեր խոսակցության ընթացքում հենց մի քանի ամենահաճախ հանդիպող ախտանիշներին անդրադառնանք եւ այդ ախտանիշները դիտարկենք թե գաստրո, թե նյարդաբանական տեսանկյուններից։ Օրինակ շատ հաճախ հենց ցավ, որը ոչ մի բանի հետ կապ չունի, մենք գիտենք, որ բոլոր գաստրոենտերոլոգներն գիտեն, որ գաստրիտը ցավ չի առաջացնում եւ շատ հաճախ ստամոքսի շրջանում ցավերը հենց ֆունկցիոնալ դիսպեպսիայի արդյունք են, իսկ ֆունկցիոնալ դիսպեպսիան ինքը ֆունկցիոնալ հիվանդություն եւ կապված է նյարդային համակարգի հետ, այսինքն գեր զգայունություն է տեղի ունենում ստամոքսի լորձաթաղանթի ընկալիչները գեր զգայուն են տարբեր ազդակների նկատմամբ, աղաթթու, գազ, սնունդ եւ այլն, բայց սա նյարդային ծագում ունի եւ այս պարագայում ինչ ենք առաջարկում պացիենտին դուք որպես նյարդաբան։ Տեսեք, առաջին հերթին մենք պետք է ընկալենք աղեստամոքսային տրակտը որպես մի ամբողջություն եւ ասում են, որ աղեստամոքսային համակարգը երկրորդ նյարդային համակարգն է։ Երկրորդ ուղեղ, քանի որ ունի նախ եւ առաջ շատ հարուստ նյարդավորում եւ բացի այդ այն բոլոր նյութերը, որոնք որ կենտրոնական նյարդային համակարգում տարատեսակ ազդեցություններ են ունեն նաեւ շատ վառ արտահայտված ազդեցություններ աղեստամոքսային համակարգում։ Օրինակ նույն սերոտոնին կոչեցել նյութը, որի հետ կապված են բազմաթիվ հակադեպրեսանտներ, որոնք լայնորեն կիրառվում են թե հոգեբուժությունում, թե նյարդաբանությունում, սերոտոնինը 90-ից 95%-ով ներկայացված է աղեստամոքսային համակարգում, այլ ոչ թե կենտրոնական նյարդային համակարգում։ Ինչ պետք է անի նյարդաբանը։ Լինի դա աղիքային խնդիր, թե ստամոքսային խնդիր, առաջին հերթին պետք է հասկանանք, արդյոք նյարդավորման իմաստով, այսինքն ֆիզիկական իմաստով, այդ փոքրիկ նյարդաթելերը, որոնք որ պատում են օրգանները, ստամոքսը կամ աղիները, արդյոք մենք այդ մակարդակում ունենք որևէ վնասում թե ոչ, եւ երկրորդը արդյոք ունենք այդ նյութերի մակարդակում որևիցե ֆունկցիոնալ գերակտիվություն թե ոչ։ Եթե տեսնում ենք, որ նյարդաբանական առումով, այսինքն նյարդի կամ նյարդի կողմից արտազատվող նյութի մակարդակում խնդիր չունենք, ապա այստեղ մենք խոսում ենք նաեւ, որ հոգեբուժական կամ հոգեբանական խնդիրների հետ գործում ենք։ Շատ լավ, իսկ ինչ դեղորայքային աջակցություն եք դուք ցուցաբերում պացիենտին, այս պարագայում ինչ պետք է նշանակել պացիենտին։ Ես որպես գաստրոենտերոլոգ նյարդաբանական դեղորայք բացարձակ չեմ նշանակում, կարծում եմ իրավասու էլ չեմ, եւ շատ հաճախ հենց մի դեղորայք կա, որը բավականին կիրառություն ունի, չէ՞, ֆունկցիոնալ խնդիրների պարագայում, չեմ ուզում անուն նշել, ցիկլոված չլինի եւ բոլորը չգնան վերցնեն խմեն մեր հաղորդումից հետո, բայց այդ դեղորայքը լայնորեն կիրառվում է։ Դուք ինչ կասեք այդ դեղորայքի մասին։ Այդ դեղորայքը հակադեպրեսանտ է, ես էլ անունը չեմ տա, բայց նույնիսկ որոշ գաստրոենտերոլոգներ են հաճախ նշանակում։ Այդ դեղորայքը նաև նյարդաբանների կողմից է օգտագործվում նյարդաբանական խնդիրներ լուծելու համար, օրինակ գլխացավերի դեպքում շատ լայն եւ արդյունավետ կիրառություն ունի, բայց կոնկրետ այդ հակադեպրեսանտի մասով կան մի քանի վերապահումներ։ Ֆունկցիոնալ դիսպեպսիայի առումով այն ունենում է դրական ազդեցություն, քանի որ ստամոքսի հյութազատման վրա է ազդում,
քանի որ այդ դեղորայքը ունի, կարող է հանդիսատեսի համար մի փոքր ծանր հնչել, բայց քանի որ այդ դեղորայքը ունի ացետիլխոլին անունը կրող նյութի վրա ազդեցություն։ Ինչ է անում ացետիլխոլինը մեր ուղեղում եւ մեր արհեստամոքսային համակարգում, երկրորդ ուղեղում։ Այն մի քանի բանի համար է պատասխանատու։ Այն պատասխանատու է ստամոքսի սեկրետոր, այսինքն հյութազատող ֆունկցիայի համար, այն պատասխանատու է աղիների կծկման պերիստալտիկայի վրա եւ այն պատասխանատու է կենտրոնական նյարդային համակարգում ազդակների հաղորդման համար, այդ թվում նաեւ ցավային ազդակների եւ այդ թվում նաեւ մտածողության process-ների։ Երբ մենք տալիս ենք այդ դեղորայքը, դեպքեր են լինում, որ տրվում է նյարդաբանի, գաստրոենտերոլոգի կամ հոգեբուժի կողմից, ստամոքսը կարող է հանգստանալ։ Ի հաշիվ նրա, որ հյութազատումը նվազում է։ Սակայն մյուս նշածս հատվածներում կարող են լինել տարատեսակ այլ ազդեցություններ, որոնք միշտ չէ որ ցանկալի են։ Օրինակ, եթե տվյալ անձը բացի ֆունկցիոնալ դիսպեպսիան, բացի ստամոքսում ձեր նշած երևույթները, ունի նաև փորկապության խնդիր, ապա փորկապությունը կարող է խորանալ։ Կամ եթե բարձր տարիքի պացիենտ է, ով հիշողության վատացում ունի, դեմենցիայի ձևավորման ակումբներ, կոգնիտիվ ստատուսը կարող է ավելի վատանալ։ Լավ, այսինքն նյարդաբանը պետք է այդ ամեն ինչը հաշվի առնելով նոր նշանակումը տվյալ դեղորայքի անել։ Եվ մի հարց էլ, տվյալ դեղորայքը ունի իր նշանակման ժամկետը, չէ՞, ինչ որ մի քանի ամիս։ Լավ, մի քանի ամիս պացիենտը ընդունելուց միգուցե իրեն լավը զգա, բայց երկար ժամանակ այդ դեղորայքը կիրառել չի թույլատրվում։ Հետո դեղորայքը հանելուց հետո, եթե գանգատները նորից վերսկսվեն, ինչ անել այս պարագայում։ Դրա համար պետք է լուծել խնդրի արմատը, ոչ թե պարզապես հետևանքների դեմ պայքարել, եւ եթե փսիխոգեն է, այսինքն հոգեցին է խնդրի արմատը, ապա այդ դեպքում միևնույն է առանց հոգեբանի կամ հոգեթերապևտի աջակցության խնդիրը չի լուծվել։ Միանշանակ, եւ այստեղ էլ է շատ կարեւոր պացիենտին երբ ուղղորդել նյարդաբանի մոտ, երբ ուղղորդել հոգեբանի կամ հոգեբուժի մոտ, որովհետեւ շատ իրավիճակներ եւ գանգատներ հենց հոգեբանական ծագում ունեն եւ հենց հոգեբանական խնդիրը լուծելուց հետո, հա, ինչ որ տրավմաներ վերացնելուց, խնդիրը վերհանելուց, դրան ճիշտ լուծումը տալուց հետո պացիենտի մոտ բավականին գանգատներ թեթևանում են։ Նորից այստեղ կարևոր է գրագետ մասնագետը, որը կարող է ճիշտ ուղղորդել պացիենտին տվյալ մասնագետների մոտ եւ դուք որպես նյարդաբան շատ հաճախ է լինում որ պացիենտը ձեր կարիքը չի ունենում եւ հոգեբան կամ հոգեբուժի միջամտության կարիք է լինում։ Իհարկե, բնականաբար, այստեղ մի այլ հարց կա, որին չենք կարող չանդրադառնալ, մասնագետներով հագեցվածության հարցն է։ Հոգեբուժը եւ հոգեբանը շատ կարեւոր մասնագետներ են, բայց մենք հանրապետությունում ունենք նրանցով հագեցվածության խնդիր։ Ոչ բոլոր մարզերը, ոչ բոլոր բնակավայրերը ունեն հոգեբուժներ, նույնիսկ նյարդաբանների մասով կան հեռավոր մարզեր եւ բնակավայրեր, որտեղ անգամ տվյալ բնակավայրի հիվանդանոցում հաստիկացուցակով նյարդաբան չկա։ Կան տեղեր, որտեղ ընդհանրապես հոգեբուժի ծառայությունը հասանելի չէ։ Հոգեբանական ծառայությունները եւս, այսինքն թեև հիմա ընդունված է on-line աշխատանքը, բայց բնականաբար հոգեբուժի, հոգեթերապևտի եւ հոգեբանի դեպքում ցանկալի է իրական շփումը եւ բնակավայրեր կան, որտեղ այդ մասնագետները ներկայացված չեն։ Բացի այդ, եւս մի խնդիր կա այս մասով, որը գաստրոխնդիր չէ, բայց քանի որ ինձ ձեր ոդքասթում խոսելու հնարավորություն եք տվել, այս խնդիրն էլ ես վերանեմ, կա այն խնդիրը, որ հոգեբուժի եւ հոգեբանի ծառայությունները երբեմն միջին վիճակագրական եկամուտներ ունեցող մարդու համար մատչելի չեն։ Այսինքն շատ հաճախ անգամ իմ բուժառուների մեջ ինձ դիմում են, որովհետև հոգեբանի կամ հոգեբուժի ծառայությունները մատչելի չեն։ Եվ այս դեպքում նյարդաբանը ինչ պետք է անի, նյարդաբանը պետք է ազնիվ գտնվի բուժառուի հետ, այո, նաև հոգեբան լինի, բայց պետք է ազնիվ գտնվի բուժառուի հետ եւ տեսնի այն սահմանը, մինչեւ որտեղ որ ինքը կարող է օգտակար լինել, որովհետև կա սահման, որտեղ որ նոր դեղ նշանակելով մենք մարդուն չենք օգնում, հակառակը կարող ենք եղած խնդիրը ավելի խորացնել։ Բացի այն, որ հոգեբանների պակաս կա, գրագետ հոգեբան գտնելու խնդիր կա, նաև այն, որ Ներողություն, խոսում ենք ամբողջ հանրապետության մասին, ոչ թե միայն Երևանի, որովհետև Երևանում ոչ մի մասնագետի պակաս չկա։ Միանշանակ կա նաև մարդկանց մոտ այդ գիտակցականը հասնելու խնդիր, որ պետք է դիմեն հոգեբանի, չէ՞, շատ մարդիկ կան, որ ուղղակի դրանից են խուսափում, դիմել հոգեբանի, չեն խոստովանում իրենց, որ իրենք խնդիր ունեն եւ պետք է որոշակի ստիգմա կա, խորանավորում կա։ Ինքս հանդիպել եմ դեպքերի, երբ օրինակ պացիենտից կամ հարազատներին ասել են, որ պետք է դիմենք
հոգեբանի, նույնիսկ հոգեբուժ բառից եմ խուսափել, որովհետև դրանից այն առավել խառանավորված է, կամ կիրառել եմ հոգեթերապևտ ձևակերպումը, չնայած որ հոգեթերապիան ընդամենը հոգեբուժական մեթոդ է, խոսքային ոչ դեղորայքային, բայց երբ ասել եմ, որ պետք է դիմեք հոգեբանի կամ հոգեթերապևտի, հանդիպել եմ առարկության, որ մենք գիժ չենք, մենք ինչի եք մեզ գժի տեղ դնում։ Միանշանակ։ Պետք է այդ խառանավորումը վերացվի իհարկե։ Շատ լավ։ Կան պացիենտներ, որոնք նաև ձեզ են դիմում, չէ՞, կոնկրետ ունեն նյարդաբանական խնդիրներ ու ստանում են բավականին ծանր դեղորայք ստամոքսային համակարգի համար։ Այո։ Այս պարագայում դուք ինչ եք առաջարկում որպես գաստրոպրոտեկցիա, արդյոք դուք անում եք դա, թե ոչ։ Շատ կարևոր հարց բարձրացրիք, ընդհանրապես ցավային համախտանիշը, ցավային սինդրոմը նյարդաբանությունում ամենաարդիականներից մեկն է, ամենաշատն ենք մենք առնչվում ցավին։ Նույն ողնաշարի խնդիրների հետ կապված, երբ ունենք մեջքի ցավ, գոտկային ցավ կամ գլխացավերի դեպքում, եւ այս դեպքում մի քանի պարզ կանոն կա, որ պետք է ցանկալի է, որ գոնե բժիշկները պահպանեն։ Առաջին հերթին, երբ կուրսային ձևով, այսինքն ոչ մեկ անգամյա ընդունման, այլ անընդմեջ մի քանի օրով, երբ մենք նշանակում ենք որևէ տեսակի ցավազրկող, ցանկալի է, որ գաստրոպրոտեկցիան արվի։ Ինչպես է փոխկապակցված ստամոքսը եւ ցավը։ Մենք ունենք բջիջներ, որոնք պատասխանատու են բորբոքման եւ ցավի առաջացման համար, պրոստոգլանդինները, որոնք որ միաժամանակ պատասխանատու են նաեւ ստամոքսը լորձապատելու համար, այսպես ասած, լորձի արտադրության համար։ Եվ երբ որևէ տեսակի ցավազրկող է մարդ ստանում, այդ դեպքում լորձի արտադրությունը քչանում է, համեմատաբար շատանում է, թթվայնությունը բարձրանում է, որը կարող է տարատեսակ ցավերի պատճառ դառնալ, խոցային խնդիրները խորացնել, էրոզիաներ եւ այլն։ Այս դեպքում եւս չտալով պրեպարատների անվանումներ, բայց ես օրինակ կիրառում եմ պրոտոնային պոմպի ինհիբիտորներ, որպեսզի կանխեմ հնարավոր բարդությունների առաջացումը։ Շատ լավ, բայց այստեղ շատ կարևոր է ֆիքսել, որ պրոտոնային պոմպի ինհիբիտորների անհարկի երկարատև կիրառումը պացիենտների մոտ, ովքեր ունեն հելիկոբակտերային վարակ, կարող է առաջացնել բավականին երկարաժամկետ խնդիրներ, հելիկոբակտերի բազմացումը, նրա տոպոգրաֆիան է խանգարվում ստամոքսում, այսինքն հելիկոբակտերը եթե սիրում է ապրել օրինակ ստամոքսայի ելքի շրջանում, երկարատև թթվամարիչ թերապիայի արդյունքում նա գաղթում է ամբողջ ստամոքսի ամբողջ հատվածները եւ առաջացնում է տարիների ընթացքում ատրոֆիկ գաստրիտ, որը նախաքաղցկեղային իրավիճակ է համարվում, եւ այս պարագայում կարծում եմ, որ գրագետ նյարդաբանը պետք է անպայման այդ փաստը հաշվի առնի, որպեսզի պացիենտին նույնիսկ եթե գանգատ չունի մարսողական համակարգի կողմից, անպայման ուղղորդի հելիկոբակտերի անալիզ հանձնելու, որովհետև եթե կա հելիկոբակտեր, պետք է բուժել հելիկոբակտերային վարակը, նոր նյարդաբանական ձեր դեղորայքի հետ միասին նշանակել այդ ուղղորդել երևի գաստրոենտերոլոգի ավելի ճիշտ կլինի, ով որ կորոշի, որովհետև այսպիսի մի բան էլ կա, իդեպ որպես երկխոսություն կուզեի հարցնել, որն է հելիկոբակտերի որոշման ճիշտ ձևը։ Արդյոք որևէ անալիզով, թե զոնդավորման ժամանակ, գաստրոսկոպիայի ժամանակ, եթե պացիենտը որևէ գանգատ չունի, ուղղակի այդ ձեր նշանակումից առաջ ուզում եք ստուգել հելիկոբակտեր կա թե ոչ, նրան ուղղորդում եք շնչառական տեստի, ոչ ինվազիվ մեթոդ, արտաշնչման եղանակով իրականացվող տեստը ոչ մի տհաճություն չի պատճառում, բայց եթե ունի մարսողական գանգատներ, այդ պարագայում ցանկալի է կատարել գաստրոսկոպիա, որի ժամանակ մենք լորձը թանթից կտոր վերցնելով հատուկ արագ տեստերով որոշում ենք հելիկոբակտերի առկայությունը։ Եվ եւս մի խնդրի մասին էլ ասեմ, ինձ հանդիպած, ես հատկապես մարզերում շատ եմ հանդիպել այնպիսի բուժառուների, ովքեր նշում են կամ նույնիսկ ցույց են տալիս հելիկոբակտերի գունային թեստը եւ տեսնում ենք, որ նախկինում ունեցել են հելիկոբակտերի խնդիր, սակայն բուժման մեջ անտիբիոտիկներ չեն կիրառվել։ Արդյոք հնարավոր է հելիկոբակտերի բուժում առանց անտիբիոտիկի կիրառման։ Մեր ոդքասթը տեղափոխվեց մի քիչ այլ հարթություն, հիմա դուք եք ինձ հարցեր տալիս, բայց ասեմ, որ հելիկոբակտերը առանց հակաբիոտիկների անհնար է բուժելը։ Չկա նման մեթոդ։ Պարտադիր 14-օրյա հակաբիոտիկներով հատուկ սխեմա հելիկոբակտերի համար։ Եվ մի բանի մասին էլ խոսենք, որ օրինակ ինձ մոտ շատ են պատահում նման պացիենտներ, հատկապես 16-ից 20 տարեկան աղջիկների մոտ, ովքեր ինչ-որ լարված, ստրեսային դասեր, քննություններ եւ այլն, մամաները ձեռքից բռնած գալիս են, որ անտանելի սրտխառնոցներ ունեն, անտանելի։ Իրականում սրտխառնոցը ունի գաստրոենտերոլոգիական պատճառներ, դրանք է լեղու հետ հոսքը ստամոքս, հելիկոբակտերը նույնպես կարող է բերել սրտխառնոցի, կարդիալ փականի անբավարար աշխատանքը ստամոքսայոթի
հետ վերադարձը կերակրափող, ինչու՞ չէ որոշ դեպքեր դիժվարությունը, բայց այստեղ երբ որ ես հետազոտում եմ նման պացիենտի, մեծամասամբ ոչինչ չենք հայտնաբերում գաստրոենտերոլոգիական տեսանկյունից եւ նորից հաշվի առնելով նրանց այդ ստրեսային կյանքը, այդ լարված գրաֆիկը, հա, նորից ուղղորդում եմ ես տվյալ պացիենտին նյարդաբանի մոտ։ Դուք ունենում եք նման պացիենտներ, ինչ եք անում նման դեպքում սրտխառնոցի պարագայում։ Իհարկե, թեև ես մեծահասակների նյարդաբան եմ, 18+ տարիքից սկսած եմ զբաղվում բուժառուներով, բայց ուսանողուհիների կամ ինչ չներ ուսանողների մոտ էլ պատանիների մոտ 18-ից 20-21 տարեկանների մոտ ձեր նկարագրած խնդիրը շատ է հանդիպում։ Տեսեք, պետք է հասկանանք սրտխառնոցը ինչ ծագման է, եթե առաջնային ինձ է դիմել, ոչ թե գաստրոենտերոլոգի կողմից է ուղղորդված, արդյոք այն պայմանավորված է մարսողական ուղիով, թե պայմանավորված է կենտրոնական նյարդային համակարգով։ Անկամ դեղերը, որոնք կիրառվում են սրտխառնոցը անցկացնելու համար, սովորաբար ունեն կենտրոնական ազդեցություն։ Ազդում են ուղեղային հատվածների վրա, որոնք որ հիմնականում դոֆամին կոչվող նյութով են կարգավորվում, եւ հենց այդ դոֆամին նյութի որոշակի ազդեցություններ բլոկավորելով մենք կարողանում ենք դեղորայքի միջոցով անցկացնել սրտխառնոցը։ Այստեղ նյարդաբանի գործը առաջին հերթին հասկանալն է, արդյոք ուղեղի տվյալ հատվածներում կա որևէ տեսակի հավանական խնդիր, կլինի դա կիստայի ձևով, ինչ որ գերաճած անոթի կամ բորբոքման ցանկացած տեսակի հետազոտություն, այո, տեսնենք կա արդյոք որևէ օրգանական խնդիր, թե նորից գնում ենք դեպի փսիխոսոմատիկայի դաշտ, այսինքն հոգեբանական լարվածության հետևանքով է, որովհետև նույն հոգեբանական լարվածության ֆոնին կարող է ուղղակի այդ դոֆամինի քանակը շատանալ, որն էլ առաջացնի սրտխառնոց։ Շատ լավ։ Եվ մի բավականին էլի հաճախ հանդիպող խնդիր քնի խանգարումները մարդկանց մոտ, բացի այն, որ լիարժեք քուն չունեցող պացիենտը ավելի ագրեսիվ է, նյարդային է, մեր տեսանկյունից ասեմ, որ երբ որ մարդը քնած չէ, նա սկսում է չափից շատ ուտել, ճարպակալման պատճառ կարող է դառնալ, ունենում եք նման պացիենտներ քնի խանգարումներ եւ շատ կարեւոր բան, մագնին, արդյոք պետք է խմել քնելուց առաջ լավ քնելու համար։ Նախ եւ առաջ մագնին պետք չէ վերածել կոնֆետի։ Մագնին իհարկե քիմիական սինթետիկ դեղորայք չէ, այն բնական նյութ է մաքսիմալ, որը որ մենք սննդի միջոցով ենք ստանում, բայց մագնին նախ եւ առաջ բոլոր խնդիրների լուծում չէ։ Այո, ընդունելու դեպքում այն սովորաբար ընդունվում է երեկոյան կամ գիշերը, բայց մագնին բոլոր խնդիրների լուծում չէ, ունի իր նշանակման հակացությունները, այդ թվում երիկամային տարբեր խնդիրների դեպքում, այդ թվում նյարդային տարբեր խնդիրների դեպքում, օրինակ միասթենիա հիվանդությունը, որի դեպքում լինում է մարդկանց մոտ հոգնածության զգացում, եւ հաճախ մագնին կարող է կիրառվել որպես քունը բարելավող միջոց, բայց այն նյարդամկանային հաղորդականությունը վատացնում, հիվանդությունը կխորացնի ավելի։ Իսկ քնի խանգարումների կոնտեքստում ինձ ուրիշ խնդիր է ավելի շատ հանդիպում, երբ բուժառուները գալիս են, դիմում են քնի խանգարմամբ, ասում են, որ վատ են քնում կամ անքնություն ունեն, եւ երբ հարցուփորձ ենք անում, թե օրինակ արթնանալուց ինչ զգացողություն է ձեր մոտ լինում, շատ հաճախ ինձ հանդիպում են բուժառուներ, ովքեր նշում են, որ ունեն սրտխառնոց, տհաճ զգացողություններ, այրոցի զգացում որովայնից դեպի վեր բարձրացող, որը կարող է լինել օրինակ նույն գաստրոեզոֆագալ ռեֆլյուքսի դրսևորում։ Դրա համար ընդհանրապես ոչ միայն գաստրո տեսանկյունից, այլ տեսանկյուններից եւս ես իմ նյարդաբան գոլեգաներին խորհուրդ եմ տալիս քնի ցանկացած խանգարում դիտարկելիս չկենտրոնանալ միայն նյարդային համակարգի վրա։ Հասարակ սրտային անբավարարությունը եւս կարող է քնի խանգարման պատճառ լինել, այդ մարդը ուղղակի հորիզոնական դիրքում չի կարողանում երկար գտնվել։ Նույնն էլ գաստրոեզոֆագալ ռեֆլյուքսի դեպքում է լինում, հորիզոնական դիրքն է, որ բերում է այդ վիճակի։ Այսինքն այստեղ էլի կոմպլեքս մոտեցումը, մի քանի մասնագետի հետ խորհրդակցությունը շատ կարևոր է Շատ կարևոր է, բայց կարևոր է նաեւ, որ բուժառունել գտնի այնպիսի մասնագետների, ովքեր նաեւ իրենց ոլորտից բացի մի փոքր լայն են մտածում, այսինքն գաստրոենտերոլոգը չմտածի միայն ստամոքս եւ վերջ, նյարդաբանը չմտածի միայն նյարդեր եւ վերջ, հակառակ դեպքում բուժառուն ստիպված կլինի ուղղակի 10 տարբեր մասնագետների դիմել, որը եւ ժամանակի եւ ֆինանսական առումով նպատակահարմար չէ։ Բայց եթե դուք դիմեք գրագետ մասնագետի, միգուցե միայն մեկ մասնագետով չէ, 2-3 մասնագետով ձեր խնդիրը վերջնական լուծում ստանա։ Ես միշտ ասում եմ, շատ կարևոր է դիմել գրագետ մասնագետի, ով նաեւ խնդիրը հասկանալով ձեզ կուղղորդի մեկ այլ գրագետ մասնագետի մոտ։ Արդյոք շատ կարևոր է։ Այո։ Դե ինչ, ձեզ հետ գաստրոթայմներ, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել գաստրոթայմի YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա հաղորդումները։